քեզ հասկանում եմ, Տերը թույլ է տալի, որպեսզի ես կոտրվեմ։ Թույլ է տալի, որ ես հողին հավասարվեմ, իմ փոշի լինելը հասկանամ։ Իմ փոշի լինելը հասկանամ։ Ես առավոտյան պաշտամունքում ասեցի, չէ՞, մի թագավոր կար, այդ թագավորը իրան շատ բարձր էր համարում եւ Աստծո առաջ մեղանչում էր։ Եվ ինչ ասում Աստված, որտեվ քեզ փոշիեն բարձրացուցի, քեզ իմ ժողովրդիս Իսրայելա իշխան դրի, ու դուն Հերոբավին ճամփան գնացիր, իմ ժողովուրդս Իսրայելը մեղանչել տվիր, ու անոնց մեղքերով զիս բարկացուցիր։ Քեզ փոշից են վերցրել։ Այդ նույն փոշին ես ու դու ենք։ Հոբի բոլոր տառապանքներն այլ, որ նա հասկանար նա փոշի է։ Հասկանար։ Ես խորը համոզված եմ։ Աստծո խոսքը ինձ սովորացրել է, եթե ուզում ես հոգևոր կյանքում աճես, Աստծո խոսքը աճի քո մեջ, աճելու մի ձև կա, ուրիշ ձև չկա։ Նայեք, հոգևոր շինարարությունը սկսում այսպես, ուզում եմ խոսքով տեսնեք դուք, վասն որ չենք ձանձրանար, թեպետ այս մեր դրսի մարդը կապականվի, սակայն մեր ներսի մարդը կնորոգվի։ Դրսի մարդը ես եմ։ Եթե ես ապականեմ ինձ, կամ մի ուրիշ ապականի, ես խոնարհվեմ, ձեն չանեմ, սիրով տանեմ, ապականում են իմ դրսի մարդը։ Եթե դրսիս մարդը չապականվի, իմ ներսը չի նորոգվի։ Բայց մարդիկ մտածում են, պետք է փառավորվես, որ ներսդ նորոգվի։ Քեզ դի համբերը հանեն, որ սեր ներսդ նորոգվի։ Սխալ են հասկանում հոգևոր։ Դրա համար հոգևորությունը չի գնում առաջ։ Մարդիկ մտածում են, ես 40, 50 տարվա, 30 տարվա հավատացյալ եմ, մեջն ինչ կա, մի գրամ խոնարհություն չունես։ Մեջն ինչ կա, որ դու քեզ արհամարել չես սովորել։ Քեզ նսեմացնել չես սովորել։ Հետաքրքիր է, ուզում եմ խոսել Պետրոսի մասին, այն թեման չվերջացավ դեռ։ Պետրոսը երեխայի պես հավատաց։ Պետրոսը ապաշխարեց, երեխա դարձավ։ Հետաքրքիր է, նա նամակ է գրում, իր նամակի մեջ իր երեխա լինելը ցույց է տալիս։ Ես ուզում եմ ցույց տամ ձեզ։ Առաջի Պետրոս, երկրորդ գլուխ, առաջի երկրորդ խոսքերը։ Մեկդից քելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություն, նախանձ, ամեն չարախոսություններ, նորացին մանուկների պես, բանական անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի անով մեծանաք մինչև փրկությունը։ Նորացին մանուկի պես։ Ինչի չի գրած երեխայի պես, ինչի է գրած նորացին։ Շատ եմ կարդացել ես խոսքը, բայց երբ որ Սուրբ Հոգին կանգնեցրեց, այդ խոսքը մտավ հոգուս մեջ, սկսեց լույս տալ ինձ, սկսեց միտքս բացվել։ Ասեց այդ փրկությունը, մինչև փրկությունը նորացին մանուկ նաև եղել է Պետրոս առաքյալը։ Նորացին մանուկը, հարց եմ տալիս ես, բացի մոր կաթից, մոր գրկից, ուրիշ ինչ ցանկություն ունի։ Խաղալիքների ցանկություն ունի, տոնածառ նայելու, կինո նայելու,
աշխարհային բաներ նայելու, աշխարհային բաներով զբաղվելու ցանկություն ունի նորացին մանուկը։ Ինչի է գրած սա։ Հավիտենական դարեր անցնի Աստծո խոսքը իր վեհությամբ մնում ավերժ։ Աստծո խոսքը դի փառավորվի մեր մեջ։ Պողոս Արաքյանն նենց էր քարոզում, մարդիկ լսելով Աստծո խոսքը, ուշադի լսեք, ինչպես էր քարոզում այս մարդը։ Այնպես էր քարոզում, որ մարդիկ փառավորում էին իրոջ խոսքը, լսեք ուշադիր։ Վանսը Տեր այսպես պատվիրեց մեզ, քեզ հեթանոսներից լույս դրի, որպեսզի հեթանոսներին դու փրկության պատճառը լաս մինչև երկրի ծայրը։ Հեթանոսների մեջ լույս են դրել քեզ, Պետրոսին, Պողոսին ասում։ Զայս լսելով հեթանոսները կուրախանային եւ Աստծո խոսքը կփառավորեին, որոնք հավիտենական կյանքի սանված էին, հավատացին։ Այնպես էր քարոզում Պողոսը, որ Պողոսը որպես լույս նրան չէին փառավորում։ Աստծո խոսքն էին փառավորում։ Իմ նպատակն է։ Ստեղ միայն փառավորվի Տիրոջ խոսքը։ Մեծանա Տիրոջ խոսքը։ Նորացին մանուկը։ Նորացին մանուկը փառավորվելու փաղակ չունի։ Նորացին մանուկը երևալու կարիք չունի։ Նա երկու փափակ ունի, մեկ Հիսուսի գիրկը, մեկ էլ Հիսուսի անխարդախ կաթը։ Գրեք, նորացին մանուկը փափագում է միայն հոր գիրկը, Հիսուսի գիրկը։ Հալելույա։ Նորացին մանուկի փափագը Հիսուսի գիրկն է, Հիսուսի անխարդախ կաթն է։ Ինչքան էլ փոքրացե Պետրոսը։ Եթե այս ճանապարհը չես բռնել, դու երկինք չես գնա։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Եթե երեխա դառնալ փոքրանալու ճանապարհը չես բռնել, ես իմ հոգևոր կյանքում տեսել եմ ամբողջ սովետականության ավակ եղբայրներին, նրանք երեխայի նման են եղել։ Ես հիշում եմ, մենք որ սովորում ենք իրանց մոտ տարիներ առաջ, մեզի տանում են Կիրակի օր քարոզելու, 150 եղբայրներ ենք, որոնք գնացել ենք սովորելու։ Մեզի հանում էին քարոզելու, իրանք երեխայի պես լսում էին, բայց այդ քարոզը իրանք անգիր գիտեին, այդ համարները անգիր գիտեին, երևի մի 1000-ից ավել անգամ էլ քարոզել էին, բայց երեխայի պես լսում էին, երեխայի պես բնավորություն ունեին։ Մի անգամ բելիխ եղբայրը մեր հայերին հավաքեց։ Երեխայի պես ծառայում էր մեզ։ Սեղան ինքն էր դնում, չայ ինքն էր լցում, տալերքներ ինքն էր շարում, բայց այնտեղ փովրեր կային, շատ աշխատողներ կային։ Ինքն էր անում։ Երեխայի նման։ Ես հասկացա, հոգևոր կյանքը երեխաներին է։ Եթե չես զում երեխալնես, երկինք չես մտնի։ Դու հպարտել կմնաս, դու իգնավանել կմնաս, դու դժբախտ մարդ ես։ Ես ասում եմ բոլորին, ով որ չի ուզում երեխալնել, Հիսուսի գրքից, Հիսուսի խոսքից, ուրիշ ցանկություն կա քո մեջ, դու երկինք չես գնա։ Այդ ցանկությունը քեզ բռնելու է եւ տանելու այնտեղ, որտեղ այդ ցանկությունը ծնվել է քո մեջ։ Դու չես բրծնի ցանկության ձեռից։ Դու դիսպանես այդ ցանկությունը։ Հոգով գնացեք։ Հոգով գնացեք
Եվ ձեր ցանկությունը մի կատարեք։ Հոգով գնացեք, մարմնի ցանկություն պիտի չկատարեք։ Վանզի մարմնը կցանկանա հոգուն հակառակ, հոգին մարմն հակառակ։ Ասոնք իրար հակառակ են։ Չլատ է, ինչ որ կուզեք, զայն ենեք։ Չլատ է։ Տեսնում եք ինչա գրած։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-17 խոսքերը։ Չլատ է, ինչ որ ուզեք զայն ենեք։ Հոգով գնացեք, մարմնի ցանկությունները չկատարի։ Նրանք, որ մարմնի ցանկություններով տարված են, անում են բաներ, մարմնին հաճելի։ Նրանք հոգով չեն ապրում։ Նրանք հոգու մասին գաղափար չունեն։ Կարող է սուրբ հոգով մկրտված լինեն, սուրբ հոգուն հենց են տրտմեցրել, հենց են մարել, որ սուրբ հոգին չի գործում։ Սուրբ հոգին քանի անգամ կարա մարդին հանդիմանի։ Կարծում եք ամեն օր պիտի հանդիմանի։ Ամեն օր պիտի հանդիմանի։ Այդպես չի։ Սուրբ հոգին հեզության հոգի է։ Նա երկու անգամ, երեք անգամ ասեց, էլ չի ասել։ Նա անդադ չի ասել։ Բայց միջոցները հնարում, որ աքսորված է, նրա հոգին այդպիսին է։ Նրա հոգին ծածուկ տեղ լաց հալնում մեր համար։ Ես հավատում եմ, որ Հիսուսը եւ որ ուդայի ոտերը լվում էր, նա նրա ոտերի արցունք էր թափում։ Բայց եթե մտիկ չանեք, ձեր հպարտությունները համար իմ հոգիս պիտի ծածուկ տեղը լա։ Իմ աչքերս խիստ շատ լարով արցունք դիթափեն, վանզի Տորոջ հոտը գերի առնվեցավ։ Տերը արցունք թափեց Հուդայի ոտների լվալուց։ Տերոջ երեսի լույսի մեջ է դրված մեր մեղքերը ծածուկ։ Սա գրված է Երեմիա մարգարեության 13 գլուխ 17 խոսք։ 13 գլուխ 17 խոսք։ Ծածուկ տեղը լաց է լինում։ Աստված հասկանում է, որ մարդը մեղքի գերի է։ Նա ուզում է քո հոգու մեջ դնիր է խոսքը, որ միտքդ բացվի։ Միտքդ լուսավորվի։ Միտք առնես դու։ Ամբողջ Աստվածաշունչը, որ նայում ենք, Տեր Հիսուս հարությունից հետո ամենակարևոր գործը, որ արել է Հիսուս իր աշակերտներին։ Ամենակարևոր գործն եմ կարդում։ Անոնց մտքերը բացավ, որպեսզի գրքերը հասկանան։ Մտքերը բացավ։ Միտքը դա հոգու մասը։ Խորհելը, մտածելը հոգու մասը։ Միտքը բացում է, որ գիրքը հասկանա։ Աստծո նպատակը մեր միտքը բացելն է։ Հետաքրքիր է, ինչու 11-ի մտքերը բացեց, բայց 70-ը չբացեց։ Մի տարբերությամբ Պետրոս ասեց, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հիսուսի խոսքի մեջ նա կյանք էր տեսնում։ Տեսավ Հիսուս ծովիրայով գալիս է, ասեց հրաման տուր ինձ էլ գամ։ Չմտածեց, ոնց կարող է պատահի ես գամ։ Նա երեխայի պես հավատաց Հիսուսին։ Նա գնաց այդ երեխայի ճանապարհը։ Բռնեց այդ ճանապարհը։ Եթե այդ ճանապարհը չեք բռնելու, դուք երկինք չեք գնալու։ Ես սա ոչ թե
մարդկորեն եմ ասում, Սուրբ Հոգուց խոսքն եմ ասում, նորից կարդամ լսեք, նորացին մանուկների պես, բանական անխարդախ կատին պապագեցեք, որպիսի անով մեծանակ մինչև փրկությունը, իսկ եթե չենք մեծանում, փրկություն կա, չենք մեծանում այտենց, հարց եմ տալիս ես, եթե չենք մեծանում այս մանուկի պես նորացին, փրկություն կլինի, մանուկնա Հիսուսի գրքի կարիքն ունի, մանուկը մոր կարիքն ունի, ես հիշում եմ, շատ տարիներ առաջ, աղբորս տուն էի գնացել Ռուսաստան, աղբորս երեխեն 4 տարեկան էր լացում էր, հարսեր սեղան էր դնում, ամեն ինչ կար, ասում եմ, այ հարջան լացում է, մի բան տուր ձենը կդրի, ուտելիքա, դու այ ապար ասում, նա ուրիշ բան է ուզում, ես էլ չեմ անում, ինչ է ուզում, մեկ էլ տարավ սենյակ կողքի, դուրը փակեց, մի քանի րոպե հետո եկավ, երեխեն ուրախ, ասի էդ ինչ արեցիր երեխեն տենց ուրախա, ձենը կդրեց, բանեց, դու ասես, մինչև մի կաթ ուտում, կաթ տվից ձենը կդրեց, իրա ուրախություն էլ ոչ ուտել, ոչ ամենալավ մրգերներ դրած, ամեն ինչ դրված է, ոչ իման չուզեց, մոր կաթը, հետաքրքիր միտք եմ ասում սա քարոզելու ժամանակ է բացել ինձ Աստված, ասեմ հետաքրքիր բան ասեմ, եւ էդի Սուրբ գրքով էլ կապացուցեմ, նորացին մանուկը, որ նոր երեխան ծնվում է, մարմնավոր եմ ասում, կաթը արտադրում է նորացին մանուկի մակարդակով, 10 օր մեծացած 10 օրականի կաթ արտադրում, մի ամիս դարա մի ամսականի կաթ արտադրում, մի տարեկան դարա մի տարեկանի կաթ արտադրում, միշտ փոխում է, կաթը փոխում է, կաթը փոխում է, Աստված էր իր խոսքի կաթը, որ նոր հոգի է սլնում, նա գիտի քո բերնի համը ինչ է, նա քո բերնի, քո հավատքի համը, քո կարողության համը, համապատասխան կաթ է տալիս քեզ, բերեմ օրինակ Սուրբ գրքից, դա ապրելով եմ ասում, առաջի անգամ կարդացի Սուրբ գրքի այն տեղը, որ գրված է, Գերգեսացի դիվարը, հիշում եք, որ նրան բռնել հնարավոր չէր, ոչ մի ձևով, կտրտում էր կապերը եւ ալը գնում էր, Հիսուսին տեսավ, եկավ Հիսուսի ոտեր ընկավ, ասեց, որդին դա Աստծո, ինչ բան ունի ինձ մեջ, եւ Տերը հրամայեց, լեգիոները դուրս եկան գնացին խոզերի երամակի մեջ, խելքը վրան եկավ, շորերը հագցրեց, եւ ասեց, ուզում եմ քո հետևից գամ, ասեց չէ, գնա քո ընտանիքը, ընտանիք անապաշխար էր, ընտանիքի մեջ ոչ մեկ հավատացյալ չէր, գնա վկայի, ես առաջ անգամ որ կարդացի, ասի, ինչ զորություն ունի, այդքան դևեր, եկան ընկալիսի ոտերը, մեկ խոսքով դուրս եկան այդ դևերի բազմությունը, լծվան 2000 լեգիոների մեջ, խոզերի մեջ, այդ ինչ զորություն էր, այդ ինչ ուժ ուներ, մեկ խոսքով, աշխարհի դիվական աշխարհը, ենթարկվում է Աստծուն, թե բարի հրեշտակներ, թե չար հրեշտակներ, առանց Աստծո հրամանի ոչինչ չեն անում, հիշում եք այն դեպքը որ ասեց, ով կարող է թագավորի բերնի սուտ ոգի լինի, պիղծ ոգին ասեց ես, ասեց դե գնա խափի այդ մարդին, խափի այդ մարգարեներին, Աստծո թուլադրությունն է,
Հոբի պատմության մեջ ասեց ինչ կա քեզ, այդքան բանտվել ես հարստություն իրան, հələ մի հատ կպիր անտես կայույի քեզ թե չէ, ասեց գնա, սկզբից ունես վասկին կպավ, երեխային կպավ, ասեց տերը տվեց տերը օրնյալնա տիրոջաննը, չմեղանչեց, Սադարան ասեց, ինչ կա, երեխեքը մերեն ու իսվածքը պշանեն, իրան բան չես արել, ասեց գնա հոգուն ձեր չտաս, գլխիտ միջև ոտքիտ հատ պալարներով խպեց որդնավ, տերը թույլ տվեց, բայց հոբը էլի չմեղանչեց, տեզերքը ենթարկվում աստուն, ես տեզերքը կառավարվում աստեղծվել է աստծո խոսքով, Աստծո խոսքը շատ զորավոր է, տեզերք արարող, տեզերք կառավարող խոսքը, կարդամ լսեք, Հիմակվան երկինքն ու երկիրը նույն խոսքով պահպանված են մինչև Դադաստանի ամբարիշ մարդկանց կորիստյորը կրակի համար պահված։ Նույն խոսքով պահպանված է։ Նույն խոսքով ստեղծվել է։ Իրա հոգով է ստեղծվել ամեն ինչ։ Արարվել է նրա խոսքով։ Իրա խոսքը երկիր կանցնի, բայց նրա խոսքը հավիտյան հաստատ է երկնքի մեջ, գրեք այդ համարը, 119 Սաղմոսի 89 խոսք, ով տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքում, ինչի է գրած երկնքում, ուսում ասե այդ խոսքը ինձանից է եկել, 119-89, որ հանգարց չեք հասցնում, մի հատ ձեր կամաց բարձացրեք, ես կկրկնեմ 20 անգամ եթե պետք է։ Իմ նպատակն է Աստծո խոսքը մտնի ձեր հոգու մեջ։ Ձեր հոգին ճաշակի Աստծո խոսքը։ Աստծո խոսքը մտնի ձեր հոգու մեջ։ Մտել է իմ հոգու մեջ։ Դրա համար ոչ մի ուժ ինձ չի կարող հաղթի։ Ասի զորավոր մարդ չկա, մարդի մեջ զորավոր Աստծո խոսքը։